Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք սկսում ենք նոր օր և նոր աշխատանքային շաբաթ, միասին հանրայինի ուղիղ եթերում։ Բարի լույս, տաղավարում ձեզ համար այսօր աշխատում են Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանը, որոնց կարելի է նաև դիտել, դրա համար պարզապես պետք է փնտրել մեր Facebook-ում կամ միանալ մեզ մեր կայքում armradio.am երկու հարթակներում էլ գործարկված է մեր ուղիղ հեռարձակումը, որն ունի նաև զրուցարան, այնպես որ կարող եք մեզ նաև մեկնաբանություններ գրել, որոնք մենք մեծ սիրով կարդում ենք նաև եթերում։ Սիրով բարի լույս ենք ասում բոլորիդ, օրը եկեք սկսենք միասին, պատրաստեք ձեր մեկ գավաթ սուրճը, թեյը, նախաճաշը, որն առավել խրախուսելի է, եթե կան մարդիկ, ովքեր առավոտյան մարզվում են, մենք նրանց գովերգում ենք եւ հավելյալ նախանձում ենք, կարող եք միանալ մեզ ականջակալներով եթերի ընթացքում լավ երաժշտություն ենք լսելու, կարևոր տեղեկատվություններ, հետաքրքիր նորություններ, լուրեր, այնպես որ ձեր առավոտը կարող եք սկսել արդյունավետ եւ դրական լիցքերով։ Ինչպես ամեն առավոտ, այսօր նույնպես ունենալու ենք անհրաժեշտ տեղեկատվություն, ունենալու ենք հետաքրքիր հյուր, խոսելու ենք հետաքրքիր թեմայից, ինչպես նաև լավ երաժշտությամբ ենք սկսելու առավոտը։ Եվ կարևոր է օրվա առաջին երգը, այն լինի ռիթմիկ, թեթև դրական տրամադրություն փոխանցող Jessie J-ի նոր երգը լսենք, Happy, բայց նա ասում է AJPPY։ Ain't no place to hide, all I got is time. Oh, screaming out a secret, tell me that you'll keep it, I don't wanna lie. Oh, I can take it, tired of faking my smile. Oh, make believe it, ain't the meaning of life. I'm gonna laugh till I cry, dance I know why, 'cause I hate you, baby, why? Hate you, baby, why? Laugh till I cry, dance I know why, 'cause I hate you, baby, why? Hate you, baby, why? Rainbows on the ceiling, serotonin healing, window to my soul. Kaleidoscopic feeling, wide awake and dreaming, but you already know. Oh, I can take it, tired of faking my smile. Oh, make believe it, ain't the meaning of life. Laugh till I cry, dance I know why, 'cause I hate you, baby, why? Hate you, baby, why? Laugh till I cry, dance I know why, 'cause I hate you, baby, why? Hate you, baby, why? I'm gonna laugh till I cry, dance I know why, 'cause I hate you, baby, why? Hate you, baby, why? Laugh till I cry, dance I know why, 'cause I hate you, baby, why? Hate you, baby, why? Hate you, baby, why? The station with the best music. I love the music. Best music. Մենք նույնպես սիրում ենք լավ երաժշտություն, սուրճ ենք սիրում, շուտով կունենանք մեր սուրճի առաջին չափաբաժինը, դուք էլ պատրաստեք, միացեք մեզ, եւ այսօր նոյեմբերի 3-ն է, շաբաթ կիրակի չհասցրինք ձեզ եթերում տեղեկացնել, բայց իմացաք ամիսը փոխվեց։ Այո, բարի գալուստ նոյեմբեր, աշնան վերջին ամիսը սկսված է, շատ շուտով մենք ամեն անգամ ասում ենք, չէ, ամանորին մնաց այսքան, ամանորին մնաց այնքան, կարծում եմ Սևակը կասի։ 58 օր է մնացել, իդեպ արդեն տարօրինակ չի հնչում մեր այս հետ հաշվարկը, որովհետև Հանրապետության հրապարակում էլ սկսել են տեղադրել տոնածառը, այսքան վաղ է սկսվում, որովհետև նախորդ տարի, եթե հիշում եք, բավականին շուտ էլ սկսվեց, կարծես ավելի արևմտյան աշխարհին համապատասխան օրացույցով ենք շարժվում, չէ, արևմուտքում կա այդ հումորը, որ Հելոուինն ավարտվեց, միանգամից դեկորները փոխվում են եւ դառնում է ամանորյա տրամադրություն, եւ այո, շատ քիչ է մնացել, ընդամենը 58 օր, որովհետև նոյեմբերի 3-ը տարվա 307-րդ օրն է։ Զարդարված փողոցներ, տոնական տրամադրություն,
Mariah Carey եւ ամենուր մանդարինի հոտ հաշված օրերանց այս ամենն է մեզ սպասվում եւ նաեւ ցրտեր, բայց մինչ այդ կարծում եմ դու մեզ կպատմես թե այսօր ինչ եղանակ է սպասվում թե Երևանում թե մարզերում։ Իդեպ վեգա Mariah Carey-ն այս տարի էլ նոր տեսանյութով է կիսվել, չգիտեմ տեսել ես թե ոչ, it's time, արդեն նորովի է նա ներկայացնում, անպայման խորհուրդ կտամ նրա YouTube-ում կամ սոցիալական էջերում փնտրել եւ գտնել այդ զվարճալի տեսանյութը։ Սևակ իսկ գիտես, որ ամեն տարի արդեն երկար տարիներ շարունակ Mariah Carey-ն նոր ռեկորդ է սահմանում Spotify-ում եւ Apple Music-ում ամենաշատ լսված երգերով եւ ամենազվարճալին այն է, որ նա նույնիսկ ստիպված չի լինում նոր երգ թողարկել ամեն տարի, իր արդեն տարիներ շարունակ պոպուլյար երգը իրեն նոր միլիոններ է բերում։ Կարծես կենտրոնում տուն առած լինի, բարձով տալիս է, ոչ մի ներդրում եւ գումարը գալիս է։ Գանք եղանակին հանրապետության տարածքում այսօրվանից մինչև նոյեմբերի 7-ը առանց տեղումների եղանակ է սպասվում, կարող եք անձրևանոցները թողնել մի կողմ, քամին հյուսիսարևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, սա լավ լուր է, որովհետև բավական տաք եղանակ է, մայրաքաղաքում եւս տեղումներ չեն կանխատեսվում։ Մինչև 18 աստիճան կլինի այսօր ցերեկը, նախորդ շաբաթ 13-14 էր, փաստորեն էլի տաք է, երեկոյան +10, իսկ գիշերը 0-ից 2 աստիճան տաքություն է կանխատեսվում մայրաքաղաքում եւ այս պահին էլ 8 է, հեռախոսային հավելվածն ասում է, որ 12-ի զգացնել է տալիս ինչպես 12 եւ ոչինչ արևոտ եղանակ է, այդքան մռայլ եւ մառախլապատ չէր։ Անձամբ շնորհակալություն եմ հայտնում իսկապես լավ լուրերի համար, գոնե ինձ համար շատ լավ։ Քաղաքից բացակայել, քաղաքից դուրս գալ պլանավորողների համար ասեմ, որ ավտոճանապարհների մասով որևէ փոփոխություն չկա, միայն Կորեայի ձորը շարունակում է փակ մնալ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված։ Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր ավտոճանապարհները, այդ թվում Լարսը, հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեսնենք ինչ պատկեր է մայրաքաղաքում, երբ եթե նոր էինք սկսում, քարտեզը ցույց էր տալիս 7, այս պահին տեսնենք կա փոփոխություն թե չէ։ Չէ, կրկին 7 է, սա ծանրաբեռնված լինելու մասին է խոսում եւ քաղաքի փոքր կենտրոնի հատկապես փողոցները ծանրաբեռնված են եւ կենտրոն եկողը ինչպես միշտ Աթենքի փողոցը Բրազիլիայի հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ Իսակովի պողոտան Երևանյան լճի կողմից դեպի կենտրոն շարժվող ուղղությունը նաեւ ավտոկայանի հատվածում հակառակ ուղղությամբ դեպի Փարակար գնացող հատվածը կենտրոնում Հանրապետության հրապարակից Ամիրյանը դեպի Մաշտոց շարժվող եւ Սարյանից Ամիրյանը դեպի կրկին Մաշտոց եկող հատվածը, Սայաթ-Նովա պողոտան կարծես թեթև է, չկա խցանում, Կորյունը դեպի Մատենադարան շարժվող ուղղությունը եւ Կորյունին հատվող Տերյան փողոցը թե վերև, թե ներքև շարժվող հատվածները ծանրաբեռնված են, դե իհարկե նաեւ բարեկամությունը դեպի Կիևյան դեպի բարեկամություն եւ բարեկամությունից դեպի Բաղրամյան շարժվող հատվածները ծանրաբեռնված են սիրելի վարորդներ, օրերը փոխվում են, եղանակը, ժամանակը մեր խորհուրդը նույնն է, միացեք մեզ, եթե հնարավոր է, հատկապես ուղևորներին ենք դիմում, կարող եք մեզ զանգահարել 553702, իսկ եթե չէ, պարզապես բարձրացրեք ձեր ականջներում ականջակալների ձայնը եւ շարունակեք հետեւել մեզ, փորձենք այս ծանր րոպեները, որոնք խցանումների մեջ ժամեր են թվում, առավել արդյունավետ եւ հետաքրքիր անցկացնել եւ եթե ունեք այսօր գումարի հետ կապված հարցեր, տեսնենք ինչ է ասում կենտրոնական բանկը։ Ըստ կենտրոնական բանկի օրվա փոխարժեքը հետևյալն է՝ ամերիկյան դոլարի համար 382 դրամ եւ 65 լումա, եվրոն համարժեք է 442 դրամի եւ 76 լումայի, 4 եւ 7 ռուսական ռուբլին, վրացական լարին համարժեք է 141 դրամի եւ 15 լումայի, բրիտանական ֆունտ ստերլինգը 502 եւ 42, իսկ դիրհամը համարժեք է 104 դրամի եւ 18 լումայի։ Այնպես որ տեղյակ եղեք, եթե այսօր պլանավորում եք որևէ ֆինանսական գործարք կամ պլանավորում եք երկրից մեկնել ավելի տաք երկրներ եւ այդ արդիվ այո պլանավորում եք դրամը փոխել։ Այդ արդիվ ձեզ շնորհավորում ենք եւ մեկ իրազեկում Երևանի քաղաքապետարանից այսօրվանից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ Գլինկայի փողոց Խաչմերուկից մինչեւ Սարալանջի շրջանցիկ ճանապարհ Արմենիական փողոց Խաչմերուկ կարգելվի 2.5 տոննայից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների երթևեկությունը։ Ահա սա է իրազեկում Երևանի քաղաքապետարանից։
Այնպես որ տեղյակ եղեք, այս օրվա հետ կապված հետաքրքիր իրադարձությունները կարծես թե այդքան էլ շատ չեն, ծնունդներ շատ չունենք այսօր, բայց եթե ամեն դեպքում կան մարդիկ, որոնք այսօրն են ծնվել, շնորհավորում ենք նրանց, չնայած կարծես թե ունենք հաղորդավարներ, մեր ոլորտի ներկայացուցիչներ, որոնք այսօր Ամիրյանն է ծնվել այսօր, շնորհավորում ենք մեր գործընկերոջը, Օվկիանոսից այն կողմ, Միացյալ Նահանգներ, Մերի Ներսիսյանը, այո, նրա Instagram-ում ես տեսա, որ այսօր ծնունդն է, Մերի, քեզ եւս շնորհավորում ենք, երգչուհի Էմմա Ասատրյանի ծննդյան օրն է, եթե ավելի հետ գնանք, կարծես այլ իրադարձություններ չունենք եւ 1972 թվականի այսօրն է բացվում Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը Մայրաքաղաքում Օրացույցը այսօր հարուստ չէ տոներով եւ իրադարձություններով եկեք մենք օրը մեզ համար դարձնենք տոնական երկուշաբթի է շատերս փնփնթում ենք օրը մի փոքր ծանր է առաջ գնում այո առաջին աշխատանքային օրն է բայց զուգահեռ նաեւ երկուշաբթին նոր սկիզբ է կարծում եմ խորհրդանշում եւ միշտ հույս է տալիս որ շաբաթվա ընթացքում դեռ աշխատանքային օրեր կան որոնց ընթացքում կարելի է հասցնել բոլոր գործերը եւս մեկ անգամ հիշեցնենք մեզ կարող եք դիտել մեր կայքում armradio.am այցելեք մեր կայք նաև կարող եք լրահոսին ծանոթանալ, իդեպ լրահոսին ծանոթանալու հնարավորություն նաև մենք ունենք ուղիղ եթերի ընթացքում ժամը 10-ին մեզ կմիանան ռադիոլուրի մեր գործընկերները եւ նաև Facebook-յան հարթակում ավանդաբար շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումները, կարող եք գրել մեկնաբանություններ երկու հարթակներում, մենք բարբերաբար թարմացնում ենք եւ ընթերցում դրանք։ Your husband is coming. Սուրճ ուսեր առավոտից։
Ջավեի հիթ դարձած երկն ենք լսում, ուր իմ ամուսինը հաջողություն մաղթենք այն աղջիկներին, ովքեր երկրորդ կեսի փնտրտուքի մեջ են երկուշաբթին, լավ օր է ավելի ակտիվացրեք փնտրտուքը, բայց թող տղամարդիկ ձեզ փնտրեն ու գտնեն։ Այո, ուզում եի ասել, ես կսպասեմ մինչև որևէ տղամարդ արտիստ կթողարկի, ուր է իմ կինը վերնագրով երգ, որպեսզի ամեն անգամ պատասխանեմ քո այս հումորային մեկնաբանություններին դրա հետ կապված։ Եվ այս լավ տրամադրությամբ շարունակենք թերթել աշխարհի լրահոսը, բայց ոչ այնքան լուրջ լուրերը, որքան նրանք, որոնք երբեմն նաև ծիծաղեցնում են, բայց մինչև այդ նախ մշակութային մի քանի կարևոր լուրով կիսվենք, կարծում եմ շատերը շաբաթ կիրակի օրերին հատկապես ռիլեր թերթելիս տեսակ թե ինչ էր կատարվում Եգիպտոսում, բացվել է Եգիպտոսի մեծ եգիպտական թանգարանը, որը համարվում է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը, եւ սա ոչ միայն պարզապես բացում էր, այլ մի հսկայական եւ հրաշագեղ իրադարձություն, այն տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին եւ թանգարանում ցուցադրվում է, պատկերացնում եք, ավելի քան 100,000 ցուցանմուշ, որոնք ընդգրկում են Եգիպտոսի 7000-ամյակների պատմությունը, դասագրքերից գիտենք ամենահին քաղաքակրթություններից մեկն է եւ թանգարանի գլխավոր իհարկե գոհարը դարձել են Թութանհամոն փարավոնի դամբարանից հայտնաբերված առարկաները, որոնք առաջին անգամ են ցուցադրվում իդեպ 1922 թվականից ի վեր։ Նախկինում այս թանգարանում հասանելի էր ընդամենը 5500-ից մոտ 1800 առարկաներ հասանելի, Թութանհամոնի ոսկե դիմակն է այժմ ցուցադրվում, գահը եւ այլ տարբեր հետաքրքիր առարկաներ, բայց ամենահետաքրքիրն այն է, որ ցուցադրությունը անչափ հետաքրքիր էր, բացումը հրավառությամբ դրոնների շոու, իսկապես այս թանգարանի հարստությանը վայել մեծ շոու էր կազմակերպված եւ ասենք, որ թանգարանը այցելուների համար արդեն ամբողջովին բաց կլինի վաղվանից նոյեմբերի 4-ից եւ ակնկալվում է, որ տարեկան կունենա մինչեւ 8 միլիոն այցելու։ Կարծում եմ Եգիպտոսը սրանով եւս մեկ անգամ խթանում է, չէ, իր երկիր դեպի հոսքերը, այնտեղ հատկապես ամռանն ենք, չէ, շատ գնում հանգստի կամ բուրգերը տեսնելու, բայց հիմա նաև կարելի է այս հրաշագեղ թանգարան այցելել։ Այո, միանշանակ ես բուրգերը դեռ չեմ հասցրել տեսնել, բայց կարծում եմ սա եւս մեկ պատճառ է անպայման Եգիպտոսի այդ կողմում նույնպես լինելու եւ տեսնելու այս հրաշք կառույցը նույնպես։ Վեգա, կարծում տեսած կլինես, որ այդտեղ նաև ռեյվեր են անում բուրգերի մոտ դիջեյները, բայց հիմա այս թանգարանի արդեն բացումից հետո արգելվել է, որովհետև դա նաև կարող է վնաս հասցնել թե ճարտարապետական տեսանկյունից բուրգերին եւ թե նաև թանգարանին, այնպես որ մեզ մնաց այցելել միայն թանգարան։ Մնաց այցելել թանգարան, քանի որ ես ռեյվերի մեծ սիրահար չէի, առանձնապես բան չեմ կորցրել, արվեստին, այո, չեմ էլ ցավում, եթե անկեղծ, արվեստին եւ մշակույթին այսօր դեռ կանդրադառնանք, հատկապես ժամանակակից արվեստից ենք խոսելու, բայց մինչ այդ վերադառնալով ռադիո, մի կարևոր լուր հայտնեմ ռադիոյի համար, նոյեմբերի 1-ից հանրային ռադիոյի երկրորդ ալիքը Իմ ռադիոն արդեն կարելի է լսել 98 եւ 3 հաճախականությամբ, այնպես որ անպայման միացեք հանրային ռադիոյի նաեւ երկրորդ ալիքին, այնտեղ ունենք բազմաթիվ տարբեր հաղորդումներ եւ ոդքասթներ ամենատարբեր թեմաներով, 98 եւ 3 այս հաճախականությունը նույնպես հանրային ռադիոյինն է, այնպես որ լսեք մեզ նաեւ այնտեղ։ Այո, նոր հաճախականությամբ, նոր բովանդակությամբ առավել հասանելի կարող եք միանալ նաեւ մեր երկրորդ ալիքին։ Եվ շարունակենք նորությունները, մենք ուրբաթօրն ենք եթերում, կարծես նշեցինք, որ Արևմուտքը պատրաստվում է նշել իրենց ամենատարածված տոնը, Հելոուինը, որը նաեւ եկել է մեզ մոտ եւ աշխարհի տարբեր անկյուններ եւ տարբեր քննադատությունների արժանանում նաեւ մեր երկրում, մենք էլ գիտենք մեր ավանդականն ունենք, դա պետք է նշենք, բայց դա չի նշանակում, որ Արևմուտքում այն չի քննադատվում, լինելով իրենց սեփական տոնը, բայց այստեղ հաճախ քննադատվում են աստղերը, որոնք փորձում են տարբերվել իրենց հանդերձանքով եւ ինչու ոչ երբեմն հատում են կարմիր գծերը։ Բացի դրանից, անկախ նրանից, թե Հելոուինը նշում են, չեն նշում, նույնիսկ այն մարդիկ, որոնք քննադատում են, միևնույնն է քննարկումներն ամենուր են եւ շատ աղմկահարույց տոն է Հելոուինը, հատկապես համացանցի դարաշրջանում եւ ամեն նոյեմբեր պարտադիր քննարկվում է հոկտեմբերի վերջին օրվա հագուկապը աստղերի, հայտնիների եւ բնականաբար նրանք միմյանց միջև նույնպես ունենում են թեժ քննարկումներ ու վեճեր։ Եվ համացանցում արդեն Հելոուինի մեկնարկից ի վեր ակտիվորեն քննարկվում է Ջուլիա
Fox-ի համար Halloween-յան տոնակատարությունը, որովհետև նա սկանդալի կենտրոնում հայտնվեց 35-ամյա դերասանուհին երեկույթին մասնակցել էր Ժակլին Քենեդիի հագուստով առաջին հայացքից սա գեղեցիկ պատմական հղում էր Քենեդի կնոջ հագուստին, որը իդեպ վարդագույն հայտնի Chanel կոստյումն է, բայց ինչով էր սա վտանգավոր եւ քննադատության տեղիք տվեց, որովհետև հենց այս կոստյումն էր կրում Քենեդին, երբ սպանեցին ամուսնուն։ Եվ ինչ է արել դերասանուհին այս հագուստի վրա արյան հետքեր են, իսկապես սարսափելի է, թեև այս տոնը այո սարսափելի հագուստներ պետք է կրել, բայց կարծես անձնական ողբերգության միջոցով դա անելը այդքան էլ հաճելի չէ, եւ ահա Քենեդու թորը քննադատել է նրան X-ում, գրել, որ Ջուլիա Ֆոքսի կողմից քաղաքական բռնության գովաբանումը զզվելի է, վտանգավոր, վստահ եմ, որ իմ հանգուցյալ տատիկը կհամաձայնվեր ինձ հետ։ Իսկապես համաձայն եմ, որ երբեմն հայտնիները որոշ կարմիր գծեր հատում են, շատերին զայրացնում է նաև այն դեպքը, երբ հայտնիները նախընտրում են որևէ ազգային փոքրամասնության հագուստ որպես Հելոուինյան կոստյում գրել, օրինակ հնդկացիները հաճախ նշում են, որ բնիկ ամերիկացիները այսպես նշում են, որ իրենց դուր չի գալիս, երբ իրենց ազգային հագուստը որպես Հելոուինյան կոստյում հայտնիները կրում են, դա վիրավորական է, այնպես որ հաշվի առնելով, թե ինչքան շատ ոճաբաններ ունեն, ինչ մեծ թիմեր ունեն հայտնիները, չէր խանգարի, որ Հելոուինյան կոստյումների հարցում նույնպես խորհրդատուներ ունենային։ Բայց այս թեման շարունակվում է, Fox-ը չի հուսահատվել եւ հետաքրքիր մեկնաբանություն է տվել, երբ ասում են միշտ կա մեդալի երկու կողմը, չէ՞, նա էլ Instagram-ում բացատրել է, որ իր կերպարը զգեստ չէր, այլ հայտարարություններ, երբ Քենեդին սպանվեց, Ժակլինը հրաժարվեց փոխվել, ասելով ես ուզում եմ, որ նրանք տեսնեն, թե ինչ են արել, եւ այս կերպարը ըստ դերասանուհու ժամանակակից պատմության մեջ գեղեցկության եւ սարսափի համադրություններից մեկն է եւ սա ոչ թե արյան մասին է, այլ քաջության, բողոքի եւ սքի։ Հետաքրքիր մեկնաբանություն է տվել կամ հայավարի ասած տակից լավ է դուրս եկել։ Եվ շարունակենք քաղաքական գործիչները եւս մասնակցում են այս տոնին եւ դրանով նաեւ ինչ որ բաներ են հասկացնում աշխարհին։ Հատկապես այն քաղաքական գործիչները, որոնք շատ սերտ կապ ունեն արդեն փոփ մշակույթի հետ եւ սկսել են շատ ավելի ակտիվ քննարկել, կարծում եմ շատերը հասկացան, որ խոսքը Կանադայի նախկին վարչապետ Ջաստին Թրյուդոյի մասին է, որը Քեթի Փերիի հետ իր հարաբերությունների մասին ինֆորմացիայից հետո ել ավելի ակտիվ է լուսաբանվում արևմտյան մամուլում, նա հանդես էր եկել շնաձկան կոստյումով եւ շատերը կարծում են, որ սա այսպես ասած հուշում է այն բանի, որ նախկին վարչապետը հաստատում է Քեթիի հետ իր հարաբերությունները, որովհետեւ 2015-ին իր ելույթներից մեկի ժամանակ Քեթի Փերին, այո, Սուպեր Բոլի ընթացքում Քեթի Փերին էր հանդես եկել, հենց շնաձկների հետ էր հայտնվել բեմում, շնաձկները կրում էին հենց այնպիսի կոստյում, ինչպիսին կրում էր Թրյուդոն 3-4 ամսի, այո, Հելոուինի ընթացքում եւ շատերը կարծում են, որ սա այսպես ասած փոքրիկ հղում էր եւ ակնարկ Քեթի հետ իր հարաբերությունների, չնայած միասին իրար ձեռք բռնած քայլելը եւ տեսախցիկների առջև հայտնվելը կարծում եմ ավելի խոսուն ապացույց է։ Քան շնաձկան կոստյումը Հելոուինին իդեպ որդու հետ էր նշում Ջաստին Թրյուդոն, այո, այս տոնը։ Ահա, այսպիսի հետաքրքիր բաներ են կատարվում աշխարհում։ Մենք շարունակենք եւս մեկ երգ լսենք, որից հետո արդեն Ռադիոլուրի գործընկերներից կտեղեկանանք հետաքրքիր նորությունների մասին, վերջին ժամի թարմ ճշտված նորությունները եւ նաեւ եթերաժամի երկրորդ հատվածում մշակութային կարևոր թեմայից ենք խոսելու։ Սիրտն իմ երասել, թե քանի անգամ եմ քեզ պատկերացրել, դու հայտնվեցիր մի օր իմ անփոխարինելի, ու սովորեցրիր սիրել կյանքը ավելի, իմ սիրտն քեզ իմա տալիս, խոստացիր, որ կպահես մի քանի 100 տարի, Ինչ-էլ որ պատահի, սիրտն եմ քեզ հիմա տալիս, խոստացիր կպաշտպանես, այն քոնը թող լինի, պահիր չկոտրվի, վստահում եմ ինձ քեզ։ Թե քանի անգամ եմ
քեզ փորձել կորցնել, թե քանի անգամ ես դու ինձնից փրկել, դու անհավանական հեքիաթ ես, սեր ես իրական, դու անհնարին աշխարհ ես, հավիտենական, քեզ ամբողջ հոգով շնչով եմ զգում ամեն վայրկյան, ինձ իմանայիր ու տեսքոն եմ այնքան, իմ սիրտն եմ քեզ հիմա տալիս, խոստացիր, որ կպահես մի քանի 100 տարի, ինչ էլ որ պատահի, սիրտն եմ քեզ հիմա տալիս, խոստացիր կպաշտպանես, այն քոնը թող լինի, պահիր չկոտրվի, սիրտն եմ քեզ հիմա տալիս, խոստացիր, որ կպահես մի քանի 100 տարի, ինչ էլ որ պատահի, սիրտն եմ քեզ հիմա տալիս, խոստացիր կպաշտպանես, այն քոնը թող լինի, պահիր չկոտրվի. Սուրճ ու սեր առավոտից։ 9:57 մենք շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, հիշեցնելով, որ մեզ 107 ու 7 հաճախականությունից զատ կարող եք նաև տեսնել մեր կայքում armradio.am եւ մեր Facebook-յան հարթակում շարունակում ենք ուղիղ հեռարձակումները գործարկել եւ պահն է ողջունելու ռադիոլուրի մեր գործընկերոջը Մարլենա, բարի լույս։ Բարի լույս Մարլենա։ Բարի լույս։ Գիտեմ, որ 3 լրահոսը բավականին ծանր է եղել, ինչ նորություն կա հատկապես ուսանողների այո հետ կապված։ Այո, երեք բոլորը թերևս հետևում էին թե ինչ է եղել հաղարծին ուղևորվող ավտոբուսի հետ եւ գիտենք, որ երեք դժբախտաբար գտել են 3 տարեկան երեխայի դին, որը օրեր առաջ էր անհետացել, դրա վերաբերյալ տեղեկություններ չկան, վարկածներ թե ինչ է եղել, ինչ վերաբերում է հաղարծինի մոտ տեղի ունեցած վթարին, վերջին տեղեկատվությունը առողջապահության նախարարությունն է երեկոյան հաղորդել, տեղեկացնելով, որ 30 անձ է դիմել բուժօգնության համար, 20 անհրաժեշտ հետազոտությունները անցնելուց հետո դուրս են գրվել, 9 տուժածի բուժօգնություն կազմակերպվել է Երևանի բուժհաստատություններում, 1 քաղաքացի վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա բժիշկների հսկողության տակ է, չի նշվում արդյոք ուսանող է թե դասախոս թե ավտոբուսի վարորդը, բայց նշենք, որ բավականին ծանր էր կադրերը, թվում էր թե հնարավոր է նաև զոհեր լինեն, որտեղ բավականին մեծ բարձրությունից էր ավտոբուսը գլորվել եւ վարկած կա, որ ճանապարհին հողաթումբը փլուզվել է, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է, բարեբախտաբար զոհեր չկան։ Այո, բարեբախտաբար չկան զոհեր, շուտապույտ այո, առողջություն, այո։ Թե ուսանողներին, թե այն մարդկանց, ովքեր ունեն առողջական խնդիրներ, եւ լսենք լրահոսի մյուս տեղեկությունները, նաեւ հիշեցնենք, որ կարող եք ծանոթանալ լուրերին ամեն ժամագլխի հանրայինի եթերում եւ նաեւ մեր կայքում armradio.am։ Հայաստանում ժամը 10 է։
Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիո լուրն է, ստուդիայում աշխատում եմ Արլենա Հովսեփյանը։ Մերիդիան միջազգային կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդհանրություն միջոցառմանը ներկայ են եղել Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներ, Միացյալ Նահանգներում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական, ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ամերիկյան բիզնես համայնքի ներկայացուցիչներ, պատվոհյուպատոսներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունից այսօր տեղեկացրել են, որ անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը ընդգծել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրի պատմական նշանակությունը։ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների վարչակազմի իր գործընկերներին Հայաստանի հանդեպ ցուցաբերվող հետևողական աջակցության համար, ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության, ժողովրդավարության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա խորացման կարեւորությունը։ Միջոցառմանը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղարության քաղաքականության մշակման հարցերով աշխատակազմի ներկայացուցիչ Ջոնաթան Աքսոնասը։ Նա շնորհավորել է ներկաներին անկախության տարեդարձի առթիվ եւ վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը խորացնելու երկկողմ համագործակցությունը։ 2023-24 թվականներին Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության պայմանագրեր։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը երկրի խորհրդարանին զեկույց է ներկայացրել, որում նշված են թվերը եւ տեղեկացրել է, որ պաշտպանության ոլորտում համագործակցության բազմազանեցման շրջանակում պաշտոնական Երևանը որոշել է դիմել Ֆրանսիայի աջակցությանը կարողությունների մեծացման եւ ժողովրդի անվտանգության ապահովման նպատակով։ Բահրեին աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսեիրովի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ Նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հայաստատված խաղաղության վերաբերյալ։ Արմեն Գրիգորյանը երեկ հանդիպել է նաև Լիբանանի պետական անվտանգության գլխավոր տնօրեն Էդգար Լավանդոսի հետ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եղբորը Գևորգ Ներսիսյանին եւ նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը։ Երկուսն էլ ձերբակալվել են։ Զոհրաբյանը նաև տեսանյութ է հրապարակել կից գրելով վաղար շաբաթ խոշորացված համայնքում Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին 16:10-ի սահմաններում կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև թե խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։ Զոհրաբյանը մեղադրանքը համարում է անհիմն եւ պնդում է, որ տեսախցիկները արձանագրել են զրույցի խաղաղ բնույթը եւ միմյանցից հանգիստ բաժանվել է։ Եվ վերջում երկու լուր, որ առանձնացրել ենք միջազգային եւ տարածաշրջանային լրահոսից։ Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքի մոտակայքում այսօր առավոտյան տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի, ավելի քան 320 մարդ վիրավորվել է։ Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ զոհերի եւ վիրավորների թիվը կարող է աճել, փրկարարավորողական աշխատանքները այս պահին շարունակվում են։ Իսկ Ուկրաինան հակաօդային պաշտպանության համար ստացել է Պետրիոտ զենիթահրթիռային համակարգեր, դրա մասին էլ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նոյեմբերի 1-ին Գերմանիայի օգնություն Ուկրաինային նախագիծը X սոցիալական ցանցում հայտնել էր, որ Ուկրաինան առաջիկա օրերին կստանա 2 Պետրիոտ համակարգ, մատակարարումը ֆինանսավորել են Դանիան, Լիտվան եւ Նորվեգիան։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, ռադիո լուրը եթերում կլինի ժամը 11-ին, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն էր։
Սուրճ ու սեր առավոտից։ Never really knew that she could dance like this. She makes a man wanna speak Spanish. Como se llama? Bonita, mi casa, su casa. Oh, baby, when you talk like that, you make a woman go mad. So be wise and keep on reading the signs of my body. I'm on tonight, you know my hips don't lie, and I'm starting to feel you, boy. Come on, let's go real slow. Baby, like this is perfection. Baby, no, I'm on tonight, you know my hips don't lie, and I'm starting to feel it's right. All the attraction, the tension. Baby, like this is perfection. Hey girl, I can see your body moving, and it's driving me crazy. And I didn't have the slightest idea till I saw you dancing. And when you walk up on the dance floor, nobody cannot ignore the way you move your body, girl. And everything's so unexpected, the way you right and left it, so you can keep on shaking it. Never really knew that she could dance like this. She make a man wanna speak Spanish. Como se llama? Bonita, mi casa, su casa. Oh, baby, when you talk like that, you make a woman go mad. So be wise and keep on reading the signs of my body. I'm on tonight, you know my hips don't lie, and I'm starting to feel you, boy. Come on, let's go real slow. Baby, like this is perfection. La tierra hierve y de calor. Ay, 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 qué calor, qué calor. Ay, 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 no está dando calor. Ay, 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 cuando en Barranquilla suena el tambor, cuando en Barranquilla suena el tambor. Baila la calle, de noche baila la calle, de día baila la calle, de noche baila la calle. Never really knew that she could dance like this. She make a man wanna speak Spanish. Como se llama? Bonita, mi casa, su casa. Oh, baby, when you talk like that, you make a woman go mad. So be wise and keep on reading the signs on my body. Señorita, feel the conga. Let me see you move like you come from Colombia. Mira, en Barranquilla se baila así, say it. En Barranquilla se baila así. Con el alma, con el alma, con el alma, con el alma, con el alma y con candela en la arenosa se baila así. Es que son dos vainas buenas que a toda la gente le encanta. Mira cómo es que se baila en la arenosa así, así. I'm on tonight, you know my hips don't lie, and I'm starting to feel you, boy. Come on, let's go real slow. Baby, like this is perfection. Baby, no, I'm on tonight, you know my hips don't lie, and I'm starting to feel it right. All the attraction, the tension. Baby, like this is perfection. No fighting. The station with the best music. Best music. I love the music. Best music. 10-ից վերադառնում ենք ուղիղ եթեր երկուշաբթի այսօր արդեն 10-9 դարձավ նոյեմբերի 3-ն է մենք լսում ենք Շակերայի ամենահայտնի հիթը նորովի Ed Sheeran-ի հետ նվիրված կարծես Spotify-ի 20-ամյակի միջոցառմանը հաճելի հուշեր արթնացրեց այս երգը։ Այո, եւ պիտի խոստովանենք, որ որքան էլ զարմանալի է եւ երբեք նման կոլաբորացիա չէինք պատկերացնի, նման համագործակցություն Ed Sheeran-ի ձայնին բավական սազում էին Շակերայի լատինոամերիկյան ռիթմերը։ Քանի որ այսօր խոսելու ենք արվեստից, ինչպես արդեն հուշել ենք ժամանակակից արվեստից հատկապես, իսկ ժամանակակից արվեստը տարօրինակ նորություններից երբեք զերծ չի լինում, որովհետև այն բավական դժվար է ընկալել, բավական բարդ է հասկանալը, թերևս ոչ բոլորի համար է նույնիսկ կարելի ասել եւ միայն ժամանակը ցույց կտա, թե մեր օրերում ստեղծվող արվեստի գործերից որոնք էին իսկապես մնայուն, որոնք ինչ որ բան արժեին եւ որոնք պարզապես անգլերեն տերմին կա չէ, hype, այսինքն իրարանցում
նշում եւ քննարկումներ առաջացնելու համար էին եւ հերթական տարօրինակ եւ քննարկումների վեճերի ոմանց մոտ էլ հիասթափությունների առարկա է դարձել արվեստի երևի հերթական գործը, որն իրենից ներկայացնում է 18 կարատ ոսկուց պատրաստված ավելի քան 100 կիլոգրամ քաշ ունեցող ամբողջությամբ ոսկե զուգարանակոնքը։ Վայ, սկզբնական գինը դրա $10 միլիոն էր, բայց մասնագետները վստահ են, որ գնորդներ կգտնվեն, որոնք ավելի շատ կվճարեն այս գերճոխության համար։ Իհարկե, ես էլ եմ վստահ, որ գնորդներ հաստատ կգտնվեն այս զուգարանակոնքը, որի հեղինակն ի դեպ իտալացի Մաուրիցիո Կատելանն է, նշեմ, որ նա հայտնի է իր բավական սադրող արվեստով, այսպես ասած, նա այս զուգարանակոնքը անվանել է ուշադրություն Ամերիկա եւ նա նշում է, որ սա իսկապես սոցիալական սադրանք է, այսպես ասած, իրենից ենթադրում, նա ցանկացել է ուսումնասիրել, թե արդյոք հնարավոր կլինի նույնիսկ զուգարանակոնքի դեպքում վաճառել, եթե դրան պարզապես արվեստ անվանես եւ շուտով այն արդեն աճուրդի կհանվի, նոյեմբերի 8-ից սկսած հնարավոր կլինի գին առաջարկել դրա համար, բնականաբար, այո, ամենահայտնի աճուրդային հարթակում եւ ասենք, որ առաջին անգամ չէ, որ ինչպես Վեգան նշեց, այս դիզայները նման հետաքրքիր հակադրություններ է անում եւ բորբոքում մարդկանց քննադատությունները, տեսնենք ինչ կլինի, ով ձեռք կբերի, եթե տեսնենք հետագա ճակատագիրը, անպայման դրա մասին կտեղեկացնենք, բայց կանք արվեստի իրական աշխարհ, որտեղ ամեն ինչ իսկապես արժեքավոր է եւ արվեստ բառը երբեմն միգուցե ավելի պակաս թվա, քան թե ավել նախորդի հետ համեմատած, հետաքրքիր լուր կա, հատկապես այն մարդկանց համար, ովքեր սիրում են Բարսելոնան եւ Բարսելոնայի ամենահայտնի տեսարժան վայրը Sagrada Familia-ն, Վեգա եղել ես Բարսելոնայում, չէ, ես էլ չեմ եղել, միշտ ուզել եմ, թե այնտեղի տաքության եւ ջերմության համար եւ թե այս հրաշագեղ տաճարը տեսնելու, այս տաճարը, որը գիտենք Գաուդի անավարտ գլուխգործոցներ համարվում, այժմ պաշտոնապես դարձել է աշխարհի ամենաբարձր եկեղեցին այն բանից հետո, երբ այս շաբաթ բարձրացվեց եւ տեղադրվեց դրա կենտրոնական աշտարակի մի մասը։ Այս եկեղեցին ունի 162 մետր բարձրություն, ինչով փոքր-ինչ գերազանցում է գերմանական Ulmer Münsterին, որը ռեկորդը պահում էր 1896 թվականին, այն 161.53 մետր էր։ Sagrada Familia-ի շինարարությունը դեռ սկսվել է 19-րդ դարում 1882 թվականին եւ հենց հաջորդ տարվանից էր Գաուդին ստանձնել նախագիծը, բայց դիզայների ողբերգական մահվան պահին 1926 թվականին 18 աշտարակներից միայն մեկն էր ավարտվել։ Հետաքրքիր է, օրինակ ես չգիտեի, որ սա մինչև այսօր էլ անավարտ է համարվում, այդ է պատճառը, որ միշտ լուսանկարներում տեսնում ենք ինչ որ մի հատվածը փակ է, չէ, վերանորոգման համար եւ իսկապես այս հրաշագեղ տաճարը բազմաթիվ դժվարությունների է հանդիպել շինարարության ընթացքում, քաղաքացիական պատերազմ, որը պատճառով նաև այրվեց որոշ հատված եւ նախագծի վերականգնումը տասնյակ տարիներ է տևել եւ ահա աշտարակներից մեկը դրվել է եւ ռեկորդ է բերել Բարսելոնայի Sagrada Familia-ին։ Իսկապես կարծես թե այսօրվա նորությունները դրթում են ճանապարհորդել, այո, սկզբում գերեցիր մեզ Եգիպտոսի մասին լուրերով, բուրգերը տեսնելու եւս մի պատճառ, հիմա էլ Իսպանիան, այնպես որ կարծում եմ իսկապես ճամփորդել է հրաշալի է եւ հրաշալի է, որ տեսարժան վայրերը, որոնց ստեղծումը նախաձեռնվել են դեռ բազմաթիվ տարիներ առաջ, այո, հիմա ավարտին են հասցվում։ Եվ նաև հիշեցնենք, թե ավելի շուտ տեղեկացնենք ինչի մասին ենք խոսելու այսօր, արվեստի վերաբերյալ եւս մեկ հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու, ընդհանրապես շատ հաճելի է, որ Հայաստանը, մեր մայրաքաղաքը առավելապես ակտիվ է մշակութային կյանքով է ապրում եւ ամենուր փակ եւ բաց սրահներում անգամ այս եղանակին, քանի որ եղանակը լավն է թույլ է տալիս, հետաքրքիր միջոցառումներ եւ հետաքրքիր ցուցադրություններ են անցկացվում եւ ահա Երևանը միանում է Bring Your Own Beamer, Բերքո սեփական պրոյեկտորը համաշխարհային նախագծին, սա ոչ այնքան արվեստի, ինչքան նաև նոր թարմ գաղափարների մասին է, հոսք մշակութային հիմնադրամն է նախաձեռնել եւ մարդիկ կարող են գնալ եւ իրենց սեփական գաղափարը ներկայացնել։ Նախաձեռնության մասին ավելի մանրամասն կպատմի մեր հյուրը, իսկ մինչ այդ Taylor Swift-ի վերջին օրերին հիթ դարձած երգը լսենք։ Եվս մեկ հիթ։ Այո։ I heard you calling on the megaphone. You wanna see
spiral. You light the match to watch it blow. And if you'd never call for me, I might have drowned in the melancholy. I swore my loyalty to me, myself, and I. Right before you lit my sky up. All that time I sat alone in my tower. You were just honing your powers. Now I can see it all. They want you took me out of my grave and saved my heart from the fate of Ophelia. Keep it 100 on the land, the sea, the sky. Pledge allegiance to your hands, your team, your vibes. Don't care where the hell you've been. 'Cause now your mind is about to be the sleepless night you've been dreaming of. The fate of Ophelia, the eldest daughter of a nobleman. Ophelia lived in fantasy, but love was a cold bed full of scorpions. The venom stole her sanity. And if you'd never called for me, I might have lingered in purgatory. You wrap around me like a chain, a crown, a vine, pulling me into the fire. All that time I sat alone in my tower. You were just honing your powers. Now I can see it all. They want you took me out of my grave and saved my heart from the fate of Ophelia. Keep it 100 on the land, the sea, the sky. Pledge allegiance to your hands, your team, your vibes. Don't care where the hell you've been. 'Cause now your mind is about to be the sleepless night you've been dreaming of. The fate of Ophelia is locked inside my memory, and only you possess the key. No longer drowning and deceived, all because you came for me. Locked inside my memory, and only you possess the key. No longer drowning and deceived, all because you came for me. All that time I sat alone in my tower. You were just honing your powers. Now I can see it all. I can see it all. They want you took me out of my grave and saved my heart from the fate of Ophelia. Keep it 100 on the land, the sea, the sky. Pledge allegiance to your hands, your team, your vibes. Don't care where the hell you've been. 'Cause now your mind is about to be the sleepless night you've been dreaming of. The fate of Ophelia, you saved my heart from the fate of. Սուրճ ռուսեր առավոտից։ Տասնանց է 18 եւ շարունակում ենք խոսել մի հետաքրքիր նախաձեռնության մասին, որը փաստորեն ամբողջ աշխարհում արդեն տարածում գտել է, մեծ մայրաքաղաքներում է իրականացվել մեծ քաղաքներում եւ եկել է Հայաստան։ Բերքո սեփական պրոյեկտորը, եթե չեմ սխալվում, Bring Your Own Beamer, այսպես է կոչվում նախաձեռնությունը, որը Հայաստանում հոսք մշակութային հիմնադրամն է իրականացնում եւ մեր հյուրը հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շողակաթ Մլքե Գալստյանն է։ Բարի լույս, Շողակաթ։ Բարի լույս։ Բարի լույս, այսօր ձեր սեփական պրոյեկտորը չեք բերել, բայց բերել եք նորություններ նախագծի մասին, բայց մինչև այդ առավոտները ինչպես եք սկսում, Շողակաթ։ Առավոտները սկսում եմ միշտ հանգիստ 15 րոպեով, մինչև իմ երկու ձագողները կարթնանան ու փորձում կարդալ կամ մտածել ու ընդհանրապես վայելել արևը, մանավանդ աշտանային։ Այո, աշտանային արևը շատ հաճելի է, երեք զգացի, որ քայլում էի հենց այդ ուղղությամբ, այն մայթերով, որտեղով արև կար, իսկ դեռ 2 ամիս առաջ խուսափում էինք արևից։ Հիմա հետաքրքիր է, չէ՞, որ այդ խաղաղ առավոտներ կոչվածը հաճախ ասում են, որ անպայման հանգիստ առավոտներ ունեցեք կամ դանդաղ առավոտներ նույնիսկ, մեր օրերում ամեն ինչ այնքան ակտիվ է եւ արագ, կյանքն այնքան արագ է, որ իսկապես այդ 15 րոպեն վստահաբար շատ գնահատելի է, բայց վստահ եմ առաջիկա օրերին հանգստությունը
եւ դանդաղ ռիթմը ձեզ չեն սպառնում, քանի որ նախաձեռնությունը մոտենում է, ինչ է իրենից ներկայացնում այս նախաձեռնությունը, ինչ է սպասվում եւ ինչ արձագանք է գտել Հայաստանում։ Որ պատասխանեմ այս հարցին պետք է մի քանի քայլ հետ գնանք ու խոսենք ընդհանրապես հոսքի մտածելակերպից, առաքելությունից ու հոսքի հիմնադրամը իրականացնում է նախագծեր մի խաչմերուկում, որտեղ հանդիպում է արվեստը իր բոլոր դասական արտահայտամիջոցներով, գիտությունը, տեխնոլոգիան եւ բնությունը։ Ահա։ Այսինքն ինքը ամեն ինչ բան չմնաց։ Ու երբ որ նայում ենք համաշխարհային, այսպես ասած, տենդենսներին, տրենդերին, ինքը ամբողջ աշխարհում իրականացող եւ մենք ունենք շատ արվեստագետներ, ովքեր աշխատում են նման ոճով եւ մեր համար կարեւոր է այդ, այսինքն նոր միջբնագավառային համայնքի ստեղծումը։ Եվ իրականացնում ենք մենք դասախոսություններ, jam session-ներ, այսինքն իմպրովիզացիոն երեկոներ, լաբորատորիաներ եւ bring your own beamer, այսինքն Բերքո պրոյեկտոր նախագիծը ինքը 2010 թվականին է հիմնադրվել, Բերլինից է գալիս, բայց շատ հետաքրքիր մի համայնքային մոտեցում ունի։ Մենք աշխատում ենք համադրող Միսակի Սամոկատյան, ում գաղափարն է եւ նա իրականացել է արդեն 2019 թվականին էլի Երևանում։ Ինչ է իրենից ներկայացնում։ Շատ պարզ։ Մենք ունենք Սունդուկյան թատրոնը, որպես այսպես ասած մեր կտավը, մեր տարածքը, որտեղ մենք ստեղծագործելու ենք, ցանկացած մարդ գալիս է իր պրոյեկտորով կամ նյութով, որը ինքը ցանկանում է պրոյեկտորի վրա ցուցադրել, եւ մենք ստեղծում ենք միանգամից մի հատ իմպրովիզացիոն ցուցահանդես, որտեղ ամեն մի արվեստագետը ստեղծում է իր ցուցադրությունը։ Սա հետաքրքիր մոտեցում է, որտեղ մենք չունենք համադրող, չունենք ընտրություն, մենք ստեղծում ենք հորիզոնական մի հատ միջավայր, որտեղ վիզուալ արվեստագետները եւ բնականաբար արդեն ձայնային, այսինքն VJ մշակույթը հանդիպում են իրար հետ բավականին sense պատմամշակութային շենքում, ոնց է Սունդուկյան թատրոնն է։ Ահա, շատ հետաքրքիր է։ Մենք նախորդ եթերի ընթացքում առիթ եղել էր անոնսելու այս ծրագիրը եւ նշեցինք, որ հաճախ անգամ խոսապում ենք մեր հարազատներին, ընկերներին ներկայացնել, չէ՞, մեր գաղափարները, մտքերը վախենալով օրինակ քննադատությունից կամ ասեն անիրական բան ես մտածում, այս դեպքում կարծես բաց հարթակ է սա եւ մարդիկ իսկապես կարող են ցույց տալ այն նախագիծը, որ պատկերացնում են իրենց մտքում։ Հա, ու գիտեք ինչն է հետաքրքիր, այսինքն շատ հաճախ մենք ունենք նյութեր, որոնք չեն դառնում վերջնական արդյունք, այսինքն նաեւ սա մի հարթակ է, որտեղ դու կարող ես փորձարկել այդ քարտեզագրումը, այսպես ասած մեփինգը, երբ որ մենք ունենք պրոյեկտորների նոր մշակույթ, որտեղ ոչ մենակ խոսքը գնում է ուղղակի 16-ի վրա ցուցադրության մասին, այլ արդեն ավելի հետաքրքիր մոտեցումների մասին։ Սա մի հարթակ է, որտեղ մենք իրարից սովորում ենք եւ իրար հետ ստեղծագործում ենք։ Ու այսպես ասած այդ քիմիան կամ քվանտային գործընթացը, որ տեղի ունենում արվեստագետների միջև, դա բերում է նոր համագործակցությունների, նոր հետաքրքիր լուծումների եւ ինչի ենք մենք անում, այսինքն որտեղից է գալիս մեր մոտիվացիան հասկանալ, թե ինչպիսին է դաշտը, որովհետև չի կարող հիմնադրամը թելադրել դաշտին, թե ինքը ինչ պետք է անել, մենք պետք է հասկանանք, թե դաշտը որ կողմ է գնում, ինչ ցանկություններ ունի եւ ինչ տեսակ արվեստագետներ ունենք ու դրա համար մենք անում ենք բաց կանչ եւ ունենք հրավիրյալ արվեստագետներ, որտեղ միաժամանակ իրար հետ աշխատում են։ Շողակաթ, որպեսզի ավելի առարկայական դառնա եւ մեր ռադիոլսողները ավելի լավ պատկերացնեն, թե ինչ տեսակ արվեստի ինչ ճյուղ կարող են ներկայացնել։ Մի քանի օրինակ կարող եք բերել անիմացիոն ֆիլմերի մասին է խոսքը, գուցե տեսահոլովակների, աուդիո ինչ տարբերակներ կան, ովքեր են օրինակ ներկայացված լինելու, գուցե մի քանի օրինակ կա։ Ցանկացած նյութ, որը կարա լինի տեսակցող սարքով ցուցադրված, կարող է ներկայանալ։ Այսինքն շատ པարզ է իր մեկնաբանությունը եւ դա կարող է լինել, չգիտեմ, տեսահոլովակ կամ անիմացիա կամ ցանկացած բան։ Այստեղ մենք ունենք հատուկ զոնաներ, որտեղ լինելու են ձայնով եւ զոնաներ, որոնք լինելու են անձայն, այսինքն դա էլ է կարևոր բան, եթե քո նյութը ձայնով է, դու կարող ես ձայնով զոնա գնաս, եթե քո նյութը անձայն է, անձայի զոնա բնականաբար, եւ ինչպիսին է գործընթացը լինելու։ Կա շատ པարզ հայտ, որը դու լրացնում ես եւ այդ օրն է մեզ մոտ ամսի մեր ուրբաթն է, այսպես ասած նոյեմբերի 7-ին, ժամը 6-ից մինչև երեկոյան ժամը 11 ամբողջ գործընթացը լինելու է։ Հիմա եթե դուք ինձ հարցնեք, օրինակ ժամը 7-ին ինչ է լինելու կամ ժամը 8-ին ինչ է լինելու, մենք ոչ մեկս չգիտենք։ Մենք ունենք մի գործընթաց, որտեղ բոլոր արվեստագետները գալիս են եւ հերթով իրար փոխում են։ Ու այստեղ գալիս է նաեւ մի հատ համայնքի ինքնակազմակերպման մի հատ հատված, որտեղ դու նաեւ պետք է հասկանաս, որ օրինակ չգիտեմ, դու վերջ
արդեն փոխվում ես։ Ու դա էլ է շատ հետաքրքիր, որտեղ մենք միշտ մտածում ենք, մեզ պետք է ասեն ինչ անենք, ոնց անենք, որտեղ անենք, բայց սա մի հատված է, երբ որ դու գալիս ես տարածքում հասկանում ես, որ այստեղ ես ուզում անես, տեսնում ես այնտեղ կա, չգիտեմ, 3 արվեստագետ, որ սպասում է, դու դառնում ես 4-րդը, վիճայդ վայելում ես այնտեղ մյուս ցուցադրությունները։ Եվ ձայնային արվեստագետներին, ովքեր աշխատում են ձայնի հետ, մենք ցանկացած ձայն, որը իրանից ներկայացնում է էլեկտրոնային ձայն, դա նույնպես կարող եք մասնակցել։ Հեռախոսազանգ ունենք, կարծես թե ռադիո լսողը նույնպես հարց ունի ձեզ։ Բարի լույս։ Փորձենք տեխնիկական խնդիրը լուծել, կարծես թե լուծվեց։ Ալո։ Չէ, ցավոք։ Եվս մեկ անգամ փորձենք։ Լավ, խնդրենք մեր ռադիոլսողին կրկին կապվել մեզ հետ։ Հասել ենք այնտեղ, որ այո, չկան սահմանափակումներ եւ ով ինչ կներկայացնի, արդեն տվյալ մարդու գործն է։ Եվ պատասխանատվությունը։ Այո, եւ պատասխանատվությունը։ Իսկ ավարտին ինչ է լինում այս մարդկանց գաղափարները ուղակի ներկայացվեցին եւ վերջ, թե կարող են իրականության դառնալու հեռանկարներ ունենալ։ Շատ հետաքրքիր, որտեղ հիմա գալիս է արդեն այն մյուս հատվածը, թե ով է գալիս նայելու։ Դա էլ է շատ հետաքրքիր մի եզրույթ, որտեղ մենք շատ հաճախ մտածում ենք, որ արվեստը ներկայանում է արվեստի համար, թե արվեստը ներկայանում է համայնքի համար, ու արդյոք որ նախագծերը կապրեն, կգնան առաջ, արդյոք մեկ ինստալյացիա կմնա Սունդուկյան թատրոնում, թե ոչ, այդ բոլոր պատասխանները մենք կիմանանք մենակ այդ օրը, եւ դրա հետ կապված էլ մենք ունենք մեկ ցուցահանդես, որը տևելու է 4 ժամ ընդամենը, ամեն վայրկյանը լինելու է յուրահատուկ եւ 4 ժամից հետո ցուցահանդեսը ավարտվելու է։ Արդյոք որ արվեստի գործը կմնա, ում հետ կմնա, կարող է նոր համագործակցություններ սկսվեն, դա կիմանանք մենակ արդյունքից հետո, բայց իր գեղեցկությունը ու հետաքրքրությունը կայանում է րոպեի վայրկյանի կարևորության մեջ։ Ինչ ակտիվություն կա, մասնակիցներ, ասացիք կարող են պարզապես գրանցվել, որևէ բարդություն եւ ինչ որ նախապայմաններ չկան, կա կոնկրետ թիվ արդեն վիճակագրություն։ Շատ գրանցումներ ունենք, այսինքն մոտարապես 50 գրանցում ունենք, շատ տարբեր Սա էլ շատ մի հետաքրքիր մի հատված։ Գրանցում չի նշանակում ընտրություն։ Գրանցում նշանակում է ուղղակի զուտ մենք որպես հիմնադրամ պատրաստ լինենք տեխնիկապես, պատրաստ լինենք ենթակառուցվածքային։ Ինքը չի ներկայացնում իրանից, գիտեք, օй դու լավն ես, դու վատն ես։ Հենց այդ այսինքն այստեղ գալիս է մի հատ ավելի տենց ժողովրդավարական ցուցահանդեսի ֆորմատ, երբ որ դու գալիս ես եւ մասնակցում ես։ Եվ ինքը իմպրովիզացիոն է, որովհետեւ ես վստահ եմ այն արվեստագետը, որը ներկայացնում է իր աշխատանքը ու ինքը տեսնում է կողքը այլ աշխատանքներ են ներկայանում, ինքը արդեն այլ ձևով նույնիսկ կարա հենց իրական ժամանակում աշխատի իր նյութի վրա, որը հիմիկվա տեխնոլոգիաները մեզ ավելի քան Ժողովրդ այդ դեպքում հաշվի առնելով, որ որպես այդպիսին ընտրություն չկա, այսինքն յուրաքանչյուրը կարող է գալ եւ ցույց տալ ինչ ուզի, կա այցելուների մասով գուցե ինչ-որ տարիքային սահմանափակում, որովհետեւ կարծես թե անկանխատեսելիության կոմպոնենտ ունենք այստեղ։ Մենք ունենք առանձնացվելու է մեկ հատված, որտեղի կոնտենտը կարող ենք ասել, որ ոչ որ։ Բայց այդտեղ պետք չի մտածել, որտեղ խոսքը այլ բանի մասին, այլ այսինքն այդտեղ կարող է լինել եւ դաժանություն կամ ինչ-որ բան։ Բայց ելի եմ ասում, մենք շատ հետաքրքիր է այս հատվածը։ Մենք ամեն անգամ երբ որ տալիս ենք բաց հնարավորություն արվեստագետին, մենք միանգամից մտածում ենք վտանգների մասին, ասում ենք, որ ինչ կլինի, բայց ոնց կլինի։ Բայց գալիս է այդտեղ արվեստի ամենագեղեցիկ պահը, երբ որ արվեստագետը դառնում է ինքը անկախ ու ստեղծագործում է, ու մենք տեսնում ենք ստեղծարարությունը։ Առանց որևէ շրջանակների։ Տեսնենք շտկվեց տեխնիկական խնդիրը։ Հուսանք, այո, բարի լույս։ Ոչ այնքան լավ, բայց կարծես թե Ես կխնդրեի, որ հիմա լսել կա։ Այո։ Ես մաղթում եմ բոլորիս բարի ու լավ շաբաթ։ Չոր հարգարժան շողակապի հարցուղելը Սևակ ջան, Վեգա ջան, ձեր թույլ տվությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիգրանին եւ Լուսինեին շաբաթ օրվա հրաշքի երաշտական առավոտի արդիվ, այնպես էլ որ մեզ իր թանկ ներկայությամբ պատվել էր Ռիմա Սարիբեկյանը, ես վաղուց միշտ բախտ եմ ունեցել նրա հետ շփվել, խոսել, ճանաչել ու վաղուց նրան չէի լսել, դեռ չէի հասցրել մայստրո Ռուբեն Մաթեոսյանի այս քաղցր ելույթով, որ նա մեզ իր ներկայությամբ պատվեց Արտաշատում, Արտաշատի օրվա արդիվ եւ շաբաթ օրվա ուզում եմ շնորհակալություն հանրային ռադիոյին այս լավ պահեր մեզ պարգևելու համար եւ
ուզում եմ ձեր թույլտվությամբ հարգարժան շնորհակալ, ուզում եմ հարցնել, արվեստագետ չի նշանակում իհարկե միայն նկարիչ, անիմացիոն ֆիլմ, ես ուզում եմ ձեզ երկու հարց ուղղել, ասացեք խնդրեմ, եթե արդեն ավելի on-line ձեր գործունեությունը կկազմակերպեք նաև համերգներ, թե դասական, թե ժողովրդական մի խոսքով կկազմակերպեք համերգներ եւ երկրորդ հարցը, որպեսզի հիմնադրամների հովանավորությունից դուրս գաք ավելի on-line եք սահմանները կդիմեք պետական աջակցության համար, որովհետեւ ցանկացած մշակութային ծրագիր գովելի է, երբ որ վայելում է պետական աջակցություն եւ Սևակյան խոսքս ավարտելով մեր հանրայինի երիտասարդուն կնդիրներին ասենք, եթե դուք կորցրել եք իմ ռադիոյի հաճախականությունը, փնտրեք նոր հաճախականությամբ 98.3 այսքանը շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ, շատ շնորհակալ ենք այդքան ուշադիր լինելու եւ նորություններին տեղյակ լինելու, ուրիշներին նույնպես տեղեկացնելու համար։ Անպայման փոխանցենք ձեր խոսքերը մեր գործընկերներին Լուսինեին եւ Տիգրանին եւ վերադառնանք շողակաթ հարցերին, կա արդյոք նման պլաններ on-line-ում կազմակերպել համերգներ, փառատոներ։ Առաջին հերթին ես էլ ափսոսացի, որ շաբաթօրվա եթերը չեմ լսել, ճիշտ ասած։ Պահպանվում է մեր կայքում, ես անպայման կլսեմ եւ շատ շնորհակալություն հարցի համար, շատ հետաքրքիր հարցեր հնչեցին։ Առաջին հերթին, երբ որ ես խոսեցի լաբորատորիաների մասին, կնշեմ օրինակ մեկ լաբորատորիա, որը իրականացել ենք ամռանը, կոչվում էր Notation, իր հիմքը, այսինքն սկզբնաղբյուրը եղել է Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան։ Այո։ Եվ այդտեղ աշխատել են մի խումբ արվեստագետներ, շատ ճիշտ նշվեց, որ եւ վիզուալ արվեստագետներ եւ ձայնային արվեստագետներ եւ մենք ունենք 3 նվագախումբ, ունենք դասական, նոր դասական նվագախումբ, ունենք ժողովրդական գործիքներով նվագախումբ եւ ունենք ավելի ջազային նվագախումբ։ Այսինքն արդյոք մենք եւ վերջնարդյունքը ինքը այսպես ասած լինում է 2 օրային փառատոն, որտեղ մենք ներկայացնում ենք աշխատանքները երկշաբաթյա եւ այդտեղ կային շատ համերգային ծրագրեր։ Արդյոք մենք կազմակերպում ենք մաքուր համերգներ, այլ գալիս ենք այդ նույն կետին։ Մենք մաքուր մեկ արվեստի ոչ չի ներկայանում եւ այստեղ շատ հետաքրքիր էր նույն Ավետ Տերտերյանի հետ աշխատանքը, որովհետեւ օրինակ ջազային նվագախումբը իրանք վերցրել էին սիմֆոնիայից մի հատ հատուկ հատված եւ ամբողջ երեկոն կառուցված էր այդ հատվածի վրա։ Դասական երաժիշտները նոր գործեր էին գրել, ոգեշնչված կամ այսինքն նենց հետաքրքիր է այդ արվեստի շղթան, որ մենք բոլորս խոսում ենք, որ մեկս ոգևորվում է մյուսից, ու սենց գնում ենք ինքը իրականում ուղղակի վայել կա տեսնել այդ ամեն ինչը ու նույն լաբորատորիա, այսպես ասած, այդ աշխատարան ֆորմատներով մենք շատ ենք աշխատում եւ մյուս տարի կունենանք էլի լաբորատորիաներ, որտեղ համերգ, այսինքն երաժշտությունը, ազգային երաժշտությունը, ազգային նվագարանից երաժշտությունը իրանք մաս են կազմում, բայց եթե մենք ասենք, որ մեկ ֆորմա կլինի արվեստի, դա այդպես չենք աշխատում, որովհետեւ հենց այդ նույն այդ խաչմերուկի մասին է, որտեղ միշտ կա վիզուալ արվեստագետով աշխատումը, միշտ կա պատմություն, միշտ կա հետազոտություն ու այդ ամեն ինչը, իսկ պետական մարմինների հետ աշխատելը իրականում հիմա էլ ենք աշխատում, որովհետև նույն բոլոր, այսինքն նախորդ լաբորատորիան ինքը եղել է ֆիլարմոնիա, փոքր ֆիլարմոնիայի շենքի հետ եւ ֆիզիկապես եւ կոնցեպտուալ համագործակցությամբ իրականում մենք չունենք ֆինանսական բան, սպասելիքներ պետությունից, բայց համագործակցում ենք իրանց հետ ծրագրային, իրար հետ խոսում ենք, ինչն է առաջնահերթ, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ հետաքրքրություններ են իրան գալիս, ինչ միջոցառումների շրջանակներում կարող ենք համագործակցել կամ ոչ, բայց դրանից ավել ինձ թվում է պետությունը արդեն այնքան զբաղված եւ ծանրաբեռնված է այլ մշակութային կառույցները պահելով, որ մենք չենք ուզում եւս մեկ կառույց դառնա իր ուսերին, ավելի շատ մենք փորձում ենք իրար հետ հասկանալ, թե որ ուղղություններում մենք կարող ենք համագործակցել։ Շողակաթ վերադառնալով Bring Your Own Beamer-ին հետաքրքիր է հայտերում, որոնք տեսել եք, եղել են արդեն արվեստի այնպիսի գործեր, որոնք շատ տպավորել են կամ որոնց գուցե խորհուրդ եք տալիս առանձնահատուկ ուշադրություն դարձնել ամսի 7-ին։ Կամ դուք եք անհամբեր սպասում։ Ես ամբողջ երեկոյին եմ սպասում, որովհետև ինձ շատ հետաքրքիր է, այսինքն մի քանի արվեստագետներ կան, ովքեր ուզում են աշխատել հենց Արա Հակոբյանի հարթականդակի հետ, մի քանի, այսինքն շատ տենց ստեղծարար է, բայց հայտի ժամանակ իրենք նյութը չեն
ցույց տալիս նյութը ինչ որ մի բան է, որ արվեստագետը ինքն է պատասխանատու եւ ինքն է ներկայացնելու։ Մենք հայտ ենք ավելի շատ այս տեխնիկական բնույթի, ավելի շատ տևողության մասին է մեկ տեխնիկական ինչ որ պահանջների մասին է, բայց այստեղ ուզում եւս մեկ անգամ նշել Միսակին, ով ոնց որ բերեց այդ գաղափարը մեր հիմնադրամ, ու երևի թե այստեղ մենք խոսում ենք այդ հորիզոնական ստեղծարարություն շատ ակադեմիական շենքում եւ շատ հետաքրքիր նոր համայնք է գալիս եւ դա էլ է շատ կարեւոր, որովհետեւ չպետք է նոր արվեստի ֆորմաները ստեղծվեն ինչ որ underground-ային մի հատ տարածքներում, իսկ մենք ոնց որ sense ու որտեղ մենք նույն մարդն է, նույն երիտասարդն է, որ գնում է այս թատրոնում նայում է ներկայացում, գնում է այս ակումբում լսում է երաժշտություն, այդ նույն անձն է, ու մենք չպետք է ցույց տանք, որ այս երկու աշխարհների միջև պատերազմ է գնում, էլի, ոնց որ այստեղ մենք ունենք համագործակցային եւ այդ առումով կարող եմ ասել շնորհակալություն նաեւ Սունդուկյան թատրոնի ամբողջ անձնակազմին եւ ղեկավարությանը, որ միանգամից երբ որ մենք խոսեցինք իրենց հետ, իրենք ասացին, օ, մեզ էլ է հետաքրքիր, ու դա էլ է շատ մեծ հրաշք, որովհետեւ մեզ թվում է ոնց որ մեծ կառույցներ, այսինքն այդ ակադեմիական կառույցները իրենք շատ պահպանողական են, բայց արի ու տես իրանք բաց են նաև համագործակցության համար, որը նաև մեկ այլ ցուցիչ է նրա, որ բոլորս ենք ուզում նորարարություններ մեր առօրյայում։ Ընդհանրապես 21-րդ դարում վերջերս կարդացի փորձագետներից մեկի կարծիքը, որ լուրջ հաղորդակցությունը արդեն մի տեսակ վանող է, եւ սա վերաբերում է անգամ նման այո կառույցներին, հնչում է չէ, առաջին ակադեմիական թատրոն, բայց եթե մնանք սեփական գաղափարների եւ շրջանակի մեջ, արդեն հետաքրքիր միգուցե չլինենք նոր սերնդին, իսկ գիտենք, որ նոր սերունդն է ապագայում այցելուները տվյալ կառույցի եւ ստեղծագործողները, այո։ Իհարկե այս ամենը սահմանների նուրբ գիծ ունի, որը վստահ եմ դուք պահում եք եւ հետաքրքիր կլինի իսկապես ուրբաթ օրը ինչ կներկայացնեն։ Իդեպ կարծես չխոսեցինք, երբ թե ես ուզում եմ որպես հանդիսատես գամ եւ տեսնեմ, ազատ է ամեն ինչ, գրանցվելու կարիք էլ չկա։ Եթե ընդհանրապես մենք հոսքում ամեն ճան մենք անվճար, միակ բանը որ խնդրում ենք, մարդիկ պետք է գրանցվեն նախորդ ուղղակի մենք հավաքագրում ենք էլեկտրոնային հասցեները, որ ձեզ հետո տեղեկացնենք մեր գալիք նորարարությունների մասին։ Այո, այսինքն միակ բանը որ կխնդրեմ, մեր սոցիալական հարթակներով կարող եք գրանցել, եթե նույնիսկ չի ստացվել գրանցումը, պատահում է լինում է ամեն անգամ, մենք բավականին հեշտ ձևաչափ ունենք, որտեղ տեղում կարող եք նույնպես գրանցվել եւ գրանցումը իրանից ներկայացնում է շատ բարձ տեղեկատվություն ձեր մասին, անուն, ազգանուն եւ էլեկտրոնային հասցե մակարդակի վրա։ Շատ բարի, շնորհակալ ենք շողակատ, դրական սկսեցինք օրը, հետաքրքիր թեմայի շուրջ խոսելով, հաջողություն մաղթենք ուրբաթ օրը թե ձեզ, որովհետև ձեզ համար էլ է սա կարծես նորություն եւ թե այն արվեստագետներին, ովքեր իրենց գաղափարներն են ներկայացնելու եւ հուսանք, որ դրանցից մի քանիսը կարող են իրականություն դառնալ։ Եվ ասենք մինչ ուրբաթ։ Այո։ Սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք Հոսք մշակութային հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շողակատ Մլքե Գալստյանի հետ, հաջողություն ենք մաղթում եւս մեկ անգամ եւ օրվա դրական շարունակություն։ Շնորհակալություն։ Լուսաբաց աչքերը բաց, որ մարդիկ տեսնեն Աստված, մորանան մեղքերն արած, հիշերվա անցած, թող վարվեն մոմերն հանգած, ինչպես սրտերը մոլորված, որ փնտրում են լուսաբաց, դուրը թող կիսաբաց, լուսաբաց, բաց աչքերը մարդկանց, քեզ սպասում են սրտերը բաց, լուսաբաց, լուսաբաց, բաց աչքերը մարդկանց, քեզ սպասում են սրտերը բաց, լուսաբաց։ Լուսաբացներ լուր կանգնած,
երբ արևն ինձ երևաց ու փոխվեց ամեն ինչ չեմ հիշում ես ոչինչ տխրելու ժամանակ չունեմ շատ կիսատ երկեր ունեմ մեկ էլ մեծ էր որ եկել է արևից ինձ միշտ նայում են վերևից լուսաբաց բաց աչքերը մարդկանց քեզ սպասում են սրտերը բաց լուսաբաց բաց աչքերը մարդկանց քեզ սպասում են սրտերը բաց լուսաբաց Սուրճ ու սեր առավոտից։ Եվս մեկ անգամ բարի լույս բոլորին, նոյեմբերի 3-ն է 10:41, դուք լսում եք Հանրային ռադիոյի առաջին ծրագիրը 107.7 հաճախականությամբ, մեր վիզուալ բովանդակությունը հասանելի է նաև մեր կայքում armradio.am, ոչ միայն մեր հաղորդաշարը, այլև այն հաղորդումները, որոնք հեռարձակվում են նաև վիզուալ կերպով, կարող եք հետևել նաև մեր YouTube-յան հարթակում, եւ ասեմ, որ Facebook-ում ունենք ողջուններ, Էդիկ Բաբոջյանը գրել է բարի լույս, իսկ Կարինե Մկրտչյանը գեղեցիկ ու ջեր մոր է մաղթում բոլորիս, փոխադարձաբար մենք նույնը մաղթում ենք ձեզ։ Մեր հեռախոսազանգի օրինակով նշենք, որ բոլոր այն եթերները, որոնք բաց եք թողնում, չեք հասցնում լսել, չեք հասցնում դիտել, հետագայում կարող եք գտնել մեր կայքում armradio.am, այնպես որ եթե օրինակ երաժշտական առավոտը բաց եք թողել, բայց հետաքրքրեց, շտապեք փնտրել այն մեր կայքում եւ առհասարակ հետևեք նաեւ մեզ սոցցանցերում, որովհետեւ այնտեղ նույնպես միշտ փորձում ենք ապահովել որակյալ բովանդակություն։ Այո, եւ անցնենք մարզական նորություններին, շաբաթ կիրակի է եղել նախորդ 2 օրը եւ կուտակվել են լավ լուրեր։ Նախ սկսենք այսօրվանից Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային նախավերջին օրն է եւ Հայաստանը, մեր երկիրն, ունի 5 ներկայացուցիչ։ Երիտասարդների պայքարում մեր ժամով 14-ին մրցահարտակ դուրս կգա 86 կիլոգրամ քաշային Էմմա Պողոսյանը, ժամը 16-ին պայքարի մեջ կմտնեն կանայք, որտեղ Հայաստանից կմասնակցի Ալինա Սուքյասյանը +86 կիլոգրամ քաշային կարգում, 18-ին երիտասարդների 110 կիլոգրամ քաշում հարթակ դուրս կգա Միշա Մելքոնյանը, ժամը 20-ին պայքարի մեջ կմտնեն 23 տարեկաններից 86 կիլոգրամ քաշային աղջիկները, Լիաննա Գյուրջյանն է մեր երկիրը ներկայացնում այս կարգում եւ ժամը 22-ին երիտասարդների տարիքային խմբում կմրցի գերծանր քաշային Վարդգես Մարգարյանը, բոլորին հաջողություն ենք մաղթում։ Հաջողություն ենք մաղթում եւ շարունակելով հայկական սպորտի հետ կապված լավ լուրերը, տեղափոխվենք Ֆիդեի աշխարհիկ գավաթի երկրորդ փուլ։ Այստեղ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել 2025 թվականի, ինչպես արդեն նշեցի, երկրորդ փուլ։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայկ Մարտիրոսյանը առավելության է հասել Ինդոնեզիան ներկայացնող Սատրիա Դուտա Զահայայի հետ խաղում, դժվարությամբ արտասանեցի նրա անունը, ներողություն եմ խնդրում, իսկ Գաբրիել Սարգսյանը Շրի Լանկան ներկայացնող Ռանինդու Դիլշան Լիանագեի նկատմամբ առավելության հասել, այսպիսով նրանք երկրորդ փուլում են արդեն, հաջողություն մաղթենք մեր գրոսմայստերներին այստեղ նույնպես։ Բեգա պրեսնեզվի վարժություն կարծես լինեն այս անունները, շարունակենք գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը իր հանդիպումը 1-1 հաշվով ավարտեց
Ֆիտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ եւ խաղի ընթացքը կորոշվի արդեն վաղը արագ շախմատի tie-break-ում, իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը 1-1 հաշվով կրկին ավարտեց իր հանդիպումը Մալազիան ներկայացնող FIDE-ի վարպետ Մոհան Հավինի հետ եւ հաղթողը նույնպես կորոշվի վաղը։ Tie-break-ը մեկնարկելու է իդեպ այսօր ժամը 13:30-ին։ Եվ շարունակենք հայկական սպորտի թեման, նախ Փյունիկը արտագնախաղում հաղթեց ԲԿՄ-ին 2-1 հաշվով, շնորհավորում ենք փյունիկցիներին, գոլով աչքի ընկան Էրիկ Օկանսին եւ Խավի Մորենոն ԲԿՄ-ի կազմում գոլ խփեց Արթուր Ասկարյանը։ Այս հաղթանակից հետո Փյունիկը վաստակեց 22 միավոր եւ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական բարձրացավ, իսկ ահա ԲԿՄ-ն 11 միավորով գտնվում է 7-րդ տեղում։ Առհասարակ հանգստյան օրերը ֆուտբոլով լի էին, հնչեղանուններ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Լիվերպուլ շատ խաղեր կային։ Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 11-րդ տուրում ներկայիս չեմպիոն Բարսելոնան ընդունել է Էլչեին եւ հաղթել 3-1 հաշվով, աչքի են ընկել հարձակվողներ Լամին Յամալն ու Ֆերան Տորեսը, ինչպես նաև անգլիացի հարձակվող Մարկոս Ռեշֆորդը։ 2 գոլային փոխանցում է կատարել նաև Ֆերմին Լոպեսը եւ այսպիսով Բարսելոնան 25 միավորով երկրորդն է եւ առաջատար Ռեալից հետը 5 միավորով։ Խոսելով Ռեալի մասին, նա նույնպես հաղթանակ գրանցեց հանգստյան օրերին եւ 4-0 հաշվով կարելի ասել ջախջախեց Վալենսիային, ինչպես մարզական լրագրողներն են ասում, Սանտիագո Բեռնաբեուում տեղի ունեցած խաղում դուբլ է ձևակերպել Կիլիան Մբապեն եւ մեկական գոլով աչքի են ընկել Ջուդ Բելինգհեմը եւ Ալվարո Կարերասը։ Այնպես որ 11 խաղում վաստակած 30 միավորով այս պահին Ռեալը զբաղեցնում է Իսպանիայի առաջնության առաջին տեղը։ Շարունակենք ֆուտբոլի թեման, ինչպես Վեգան նշեց, իսկապես խաղային հետաքրքիր հանդիպումներով առատ էր ուիկենդը եւ գանք Լիվերպուլ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Լիվերպուլը 2-0 հաշվով հաղթեց Աստոն Վիլային եւ գոլ խփեցին Մոհամեդ Սալահն ու Ռայան Գրավենբերխը։ Լիվերպուլը այս հաղթանակից հետո 18 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական եւ Աստոն Վիլան 15 միավորով զբաղեցնում է 11 տեղը Պրեմիեր լիգայի մասին է խոսքը, հաջորդ տուրում Լիվերպուլը հյուրընկալելու է Մանչեսթեր Սիթիին։ Վստահ ենք ֆուտբոլասերները անհամբեր կսպասեն նաև այս հանդիպմանը։ Իդեպ կարևոր հանդիպում է սպասվում նաև ամսի 5-ին Լիվերպուլն ու Ռեալ Մադրիդն են խաղալու, կարծում եմ դիտարժան խաղ է լինելու ֆուտբոլասերների համար եւ վստահ եմ շատերը սպասում են նաև սրան։ Եվ երեկ էլի լավ լուր ունենք, Աննա Ամրոյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Շնորհավորում ենք Աննա Ամրոյանին, Ալբանիայի Դուրես քաղաքում, ինչպես նշեցինք, ընթանում է դեռ առաջնությունը Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնության եւ ահա երկամարտի 228 կիլոգրամ արդյունքով մեր մարզիկը բրոնզե մեդալ է վաստակել, իսկ ահա հրում վարժությունում նա բարձրացրել է նախ 126, այնուհետև 130 կիլոգրամ եւ դա իդեպ Եվրոպայի ռեկորդ էր ու այս ձևում Ամրոյանը երկրորդն է։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ թե մարզիկներին եւ թե մարզիչներին։ Այո, նաև մեզ, Այո, որ նման հնչում է մեր մարզիկներ անունը, ունենք։ այո, նման մարզիկներ ունենք եւ նաև շնորհակալություն ենք հայտնում։ Կարծես թե երաժշտական աշխարհից Այո։ նույնպես փոքրիկ նորություն ունենք։ Նշեցիր ամսի 5-ին չէ, սպասվում է նոր ֆուտբոլային հանդիպում, իսկ ահա երաժշտասերները, հատկապես հայերը, սպասում են Բրյունետի նոր ալբոմի թողարկմանը, մի քանի օր է երգչուհին տարբեր անոնսներ է տեղադրում, ասենք որ ալբոմը կոչվում է Love Reversed, հայերեն մի քիչ դժվար է թարգմանել, հակադարձված սեր։ Սերը հակադարձ, գուցե այսպես, այո։ Եվ Վեգա մի հետաքրքիր քայլի է դիմել երգչուհին, իր Instagram-յան էջից արխիվացրել է բոլոր նախկին հրապարակումները եւ եթե այս պահին մուտք եք գործում նրա Instagram-յան էջ, միայն այս ալբոմի հետ կապված նորություններ են Հենց այսօր տեղադրված։ անպայման կնայեմ։ Եվ ասենք որ ալբոմում 17 երգ է լինելու, որոնք պատահական երգեր չեն, դրանք ներկայացնում են կարծես սիրո ճանապարհը սկզբից մինչև ավարտ, այդ անունները բավականին խոստումնալից են եւ տեսնենք թե նոյեմբերի 5-ին այս 17 երգերը ինչպես կթողարկվեն, լավ է մեր առավոտյան երգացանկը կթարմանա։ Այո, եւ բացի դրանից կարծում եմ իրական երաժշտական տոն կլինի Բրյունետի երկրպագուների համար, միանգամից 17 երգ, առհասարակ կարծում եմ ալբոմների մշակույթը հրաշալի է, որ Հայաստանում նույնպես կարծես թե վերադառնում է, երկարաժամանակ միայն սինգլներ էինք ստանում սիրելի արտիստներից, հրաշալի է, սպասենք ալբոմին, վստահաբար յուրաքանչյուրս գոնե
գոնե մի քանի սիրելի երգ կունենանք։ Իսկ հիմա լսենք ամենասիրելիներից մեկը եւ ողջունենք բաց կապույտ աչքեր ունեցողներին։ Բաց կապույտ աչքերը մի գիշեր ինձ տարանցով Բաց կապույտ աչքերը որ գիշերս դառնացով Չէի սիրում ես այս քաղաքը մութում ու կերաններով շուրջս էին են մարդուկները դառնում ու կտեմքերով Միթե ես եմ անծանոթ Միթե ես եմ անծանոթ Միթե ես եմ են անծոտով ես փոշու մեջ փնտրում ամի բաց կապույտ ստիմանամ Մի գիշեր ես առանց քեզ աչքերս փակեմ Ոնց ստիմանամ Ոնց ստիմանամ Ախր դե ոնց ստիմանամ Մի գիշեր ես առանց քեզ աչքերս փակեմ Ոնց ստիմանամ Ոնց ստիմանամ Ոնց ստիմանամ Բաց կապույտ աչքերը մի գիշեր ինձ տարանցով Բաց կապույտ աչքերը որ գիշերս դառնացով Գրպանումը տակ ձերքը ձերքիդ մեջ վերևից ընձրևը վարացնում ամեզ Դեկան մարդիկ մեջ ճանաչող են որ ասում էի դարը դեմքերով բայց հենց որ աչքերից ծովը ես ախր ոնց ստիմանամ մի գիշեր ես առանց քեզ աչքերս փակեմ ոնց ստիմանամ ոնց ստիմանամ ախր դե ոնց ստիմանամ մի գիշեր ես առանց քեզ աչքերս փակեմ ոնց ստիմանամ ոնց ստիմանամ ոնց ստիմանամ բաց կապույտ աչքերը մի գիշեր ինձ տարանցով բաց կապույտ աչքերը որ գիշերս դառնացով Բաց կապույտ աչքերը մի գիշեր ինձ տարանցով մի գիշեր ինձ տարանցով Բաց կապույտ աչքերը որ գիշերս դառնացով Բաց կապույտ աչքերը Բաց կապույտ աչքերը որ գիշերս դառնացով The station with the best music. Best music. I love the music. Best music. Դուք շարունակում եք հետևել մեր ուղիղ հեռարձակմանը 10:53 մեր եթերաժամի վերջին րոպեներն են թարմացնենք տեղեկատվությունը եղանակի եւ խցանումների վերաբերյալ մինչեւ վեգան կստուգի այս պահին ինչ ջերմաստիճան է մեր մայրաքաղաքում ասենք որ խցանումային նիշը 1 բալով իջել է այս պահին 6 է բայց սա չի նշանակում որ փոքր կենտրոնում եւ կենտրոն եկող հատվածները թեթևացել են քարտեզի վրա ավելի շատ կարմիր գույնով ներկված փողոցներ են այո քան հակառակը 10:53 է կարծում եմ աստիճանաբար պետք է որ թարմանա թեթևանա կներեք բայց հաշվի առնելով որ մոտենում է արդեն ամանոր, որովհետև եթերաժամի սկզբում էլ ասացինք նոյեմբերի 3-ն է եւ արդեն տոնածառն են սկսել դնել Հանրապետության հրապարակում, շուտով էլ ավելի է ծանրանալու երթևեկությունը, կներեք հուսադրող լուրեր չկարողացա ասել։ Ես կփորձեմ հուսադրել եղանակի հետ կապված արդեն 10 աստիճան է Երևանում, հեռախոսային հավելվածը հուշում է, որ զգացողությունը 14-ի է, այնպես որ հրաշալի արևոտ եղանակ է դրսում, օրվա ընթացքում ինչպես Սևակը նշեց դեռ ջերմաստիճանը կբարձրանա, հեռախոս
Հյուսային հավելվածը հուշում է, որ մինչև 15 աստիճան, կայքերը օդերևութաբանների աշխատանքը հուշում է, որ մինչև 18 աստիճան, մենք հավատանք եւ վստահ ենք այս առումով օդերևութաբաններին, այնպես որ ձեզ նույնպես մաղթում ենք պայծառ, արևոտ եւ բարձր տրամադրությամբ օր։ Եվ եթերն ավարտենք քամիներով, քամի երգը լսենք Մալենայի, որը հաղթանակ բերեց մեզ մանկական Եվրատեսիլում եւ քանի խոսում ենք նոր ալբոմներ, երաժշտական աշխարհ, ասենք որ հիմա էլ սպասում ենք մանկական Եվրատեսիլի մեր երգին, Ալբերտի մասին հասցրել ենք եթերում խոսել, այս տարվա մեր ներկայացուցիչն է եւ սա այն շրջանն է, երբ տարբեր երկրներ արդեն թողարկում են իրենց պատվիրակի երգերը, տեսնենք մերը երբ կլինի եւ ինչ հնչողություն կունենա։ Այո, սպասենք եւ եւս մեկ անգամ ձեզ մաղթենք բարի լույս։ Կհանդիպենք մեր գործընկերները վաղը ձեզ կողջունեն 9:30-ից ու կասեն բարի լույս, ձեզ լավ օր ենք մաղթում։ There's a place where I feel safe and free. Feel alive. Whenever you fear it, don't you think I'll fall?